Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել հանրային գործիչ, պատմաբան Արեգ Սաբգոլյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սաբգոլյան, շնորհակալ եմ նաև հարցազրույցից հրավերն ընդունեցիք։ Ես եմ ձեզ ողջունում, Արմինե ջան, հաճելի է նորից հյուրընկալել ձեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Պարոն Սաբգոլյան, շատ կարևոր հարցերից ենք խոսելու։ Ընդամենը վերջերս Արման Թաթոյանը մի կարևոր ասուլիս էր հրավիրել եւ բացահայտումներ արեց, համաձայն որի Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել, նոր դիրքեր են տեղակայել եւ դա արվել է 2025 թվականի հուլիսի 31-ից հետո։ Խոսքը մասնավորաբար վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղությամբ, Վայոց ձորի մարզի Ջերմուկի հատվածում, որտեղ փաստորեն ադրբեջանցիները նոր դիրքեր են կառուցել, ինժեներական կառույցներ են ստեղծել։ Այս մասին նա ահազանգեց եւ տեղեկացրեց, որ այս բոլոր փաստերը հիմնված են արբանյակային լուսանկարների հիման վրա։ Հիմա եկեք հասկանանք մենք ինչ փաստերի հետ գործ ունենք։ Թշնամին արել է իր գործը, բայց այստեղ տարբեր հարցեր են առաջ գալիս։ Ինչու է առ այսօր լռել եւ հայ ժողովրդից թաքցրել այդ շատ կարևոր մեր երկրի համար ճակատագրական փաստերը թաքցրել է իշխանությունը եւ թաքցնում է առ այսօր, ինչու է ստում։ Այստեղ ես երկու դիտարկում ունեմ եւ հիմա կասեմ եւ կլսեմ ձեր վերլուծությունը։ Լռության պատճառը, փորձենք հասկանալ, կամ սրանք համակերպվել են ադրբեջանական օկուպացիայի հետ, կամ գործ ունենք ոչ թե ադրբեջանական ներխուժման հետ, այլ Հայաստանի իշխանությունները գուցեև համաձայնությամբ հանձնել են մեր տարածքները, ինչպես հանձնվեց Արցախը, ինչպես հանձնվեցին մյուս հատվածները, եւ հիմա մենք պետք է հասկանանք, իրականում սա ադրբեջանական կողմի ներխուժում է եղել, թե իրականում հանձնում է Հայաստանի ինքնիշխան տարածքներից ՔՊ-ական իշխանության եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լսում ենք ձեզ, պարոն Սաբգոլյան, այս բացահայտումների հետ կապված ձեր դիտարկումը, խնդրեմ։ Արմինե ջան, առաջի հերթին, առաջի հիմնական հարցին։ Շարժառիթը ո՞րն է։ Ներկա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ողջ այդ իշխանական բուրգը հիմնվում է խաղաղության օրակարգի վրա, որը բավականին փխրուն է, մենք բազմիցս դրա մասին խոսել։ Ինչու է փխրուն, այդ պատճառներին կանդրադառնանք։ Եթե հանկարծակիորեն իրենք հայտարարեն, որ ադրբեջանական զինուժը առաջ է շարժվում, իր տարածքները ընդլայնում է, մարտական հենակետերը ամրապնդում է ոչ բուն ադրբեջանական տարածքում, այլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այդ ամբողջ խաղաղության օրակարգի միֆը հոդս է ցնդելու։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում, ինչպես է իշխանությունը մեկնաբանելու, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ գործում է սահմանազատման հանձնաժողով եւ այդ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների դուրս տեղ է ունենում սահմանների բաժանում, այն որ ասում է գյուղական կարգով, գյուղական տարբերակով։ Այսինքն ով ոնց եւ ոնց ուզի հասցնի, իր դիրքերը պետք է ամրապնդվի, բայց սա միակողմանի բնույթ է կրում։ Այսինքն չկան տվյալներ, որ Հայաստանի Հանրապետության զինուժներ օգտվելով տեղ-տեղ իր աշխարհագրական դիրքից կամ լավ դիրքավորումից կարողանում է իր սահմանները առաջ տալ։ Չկա նման բան։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կամ զինված ուժերը շարժվում են այսպես կոչված այդ սահմանազատման օրակարգով, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, ցանկացած պատը առիթ օգտագործում են։ Պատահական չի, նույն Արման Թաթոյանը, որը ներկայացնում է Միասնության թևերը, նախկինում մարդու իրավունքների պաշտպանն էր նաև Հայաստանի եւ բավականին հաջող մարդու իրավունքների պաշտպան է եղել, կարելի ասել, եւ այդ առումով նաև ունի բարձր վարկանիշ, հայտնեց, որ 2025 թվականի թեժ օգոստոսին, երբ քննարկվում էր այդ հնարավոր
խաղաղության պայմանագրի գաղափարը, մինչդեռ այդ ճանապարհային քարտեզն էր զուտ, դեռ որովհետև իրականում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի եղել։ Այնքան են խոսել այդ թրիփի մասին, որ թվում է արդեն այդ խաղաղության պայմանագիրը կա, բայց չկա խաղաղության պայմանագիր։ Եվ այդ ժամանակաշրջանում, երբ որ Վաշինգտոնում երկկողմ պետք է ստորագրվեր թրիփի Թրամփի ուղին, ինչ եմ ասում երկկողմ, որտեղ ամերիկյան կողմը ընդամենը վկա է եղել, ինքը ստորագրող կողմ չի, ստորագրել է, բայց ստորագրել է որպես վկա։ Եվ այս ժամանակահատվածում, օգտվելով առիթից, ադրբեջանական զինուժը Վայոց ձորի հատվածում եւ Վարդենիսի հատվածում կարողանում է դիրքային ամրապնդումներ իրականացնել եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հողա տարածք վերցնել, այսինքն նվաճել։ Էական չի ինչքան Արմինե ջան, 1 քառակուսի մետր, 1000 քառակուսի մետր, 10 հեկտար, դա էական չի։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սահմանադրությամբ մեր երկրի պարտավոր են պահպանել երկրի սահմանների անխախտելիությունը։ Սահմանազատում չի նշանակում քո սուվերեն տարածքից զիջում։ Այդ զիջումները պետքա ընթանա փոխադարձ համաձայնության պարագային, որտեղ տեղ-տեղ աշխարհագրական դիրքը իրենը թելադրում է։ Այսինքն պետք է տրամաբանական լինի, էլի այդ սահմանը։ Եվրոպայում դեպքեր ունենք, չէ՞, որ հարևան պետությունները իհարկե այդտեղ ռազմական կոնֆլիկտներ չկա, սահմանը անցնում է ինչ որ մի քաղաքացու տան միջով։ Եվ դա մեկ-մեկ էլ զավեշտի է վերածվում, գեղարվեստական ֆիլմերում տեսնում են գծած է կոնկրետ, ստեղ անցնում է պայմանական եմ ասում, ընդունենք, չգիտեմ, Բելգիայի եւ Ֆրանսիայի սահմանը, օրինակ։ Հիմա այս պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու տան միջով այդ երկու երկրների սահմանը անցնի։ Եվ այս պարագայում, եթե իշխանությունները ընդունեն այս փաստը, որը իդեպ հիմնավորված էր պարոն Թաթոյանի կողմից, բավականին աշխատանք էր արված, եւ մոտ 4 օր առաջ էր մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերին, եւ դրա շրջանակներում, կարծեմ այո 3, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց նույն միասնության թևերի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս, եւ այդ ողջ հետազոտական աշխատանքի տրցակը փոխանցվեց Պաշտպանության նախարարին։ Իհարկե զուգահեռ պետք է ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեռքները ծալած չի նստում, սկսած սոփեստական հիմնավորումներից միջև անձնական դաշտ մտնել եւ վիրավորել, նրանք փորձում էին հիմնավորել, որ այդ ամեն ինչը սուտ է։ Նույնիսկ նրանց պատգամավորներից ոմն Ալխաս Ղազարյան, եթե չեմ սխալվում, իմ պատգամավոր, իրեն թույլ տվեց նման արտահայտություն, որ թող Արման Թաթոյանը կպնի իր գործերի։ Հետաքրքիր է, որ այդ աղջիկը, այդ պատգամավորը Գեղարքունիքի մարզից է։ Փոխարենը մտածի իր հայրենի մարզի սահմանների անվտանգության մասին, չեմ ասում ամբողջ պետության։ ԿՊԱ-ական խունտան հատվածափաշտների հավաքածու են, նրանք ի վիճակի չեն գլոբալ մտածել, գոնե թող իրենց հայրենի գյուղի Վաղաշենի սահմանների մասին մտածի այդ աղջիկը, նոր Թաթոյան Արմանի հասցեին թույլ տա նման արտահայտություններ։ Եվ ասեմ, որ բնականաբար իմ կողմից էլ նաև բարձրաձայնում եղավ, այո, նշված պատգամավորին ի պատասխան ասեմ, պարոն Թաթոյանը եւ իր թիմը կկպնեն իրենց գործերին համապետական ընտրություններից հետո եւ կանեն այն անհնարինն ու հնարինը, որը պետք է մեր ազգի ու պետության շահերի պաշտպանության համար։ Իսկ ինչ վերաբերվում է ԿՊԱ-ական խունտային, իրենք դեռ պետք է դատարանի առաջ բազմաթիվ հարցերի շուրջ բացատրություններ տան, թե ինչու են մեր սուվերեն տարածքի հենակետերն են, սահմաններն են հայտնվում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։ Եվ մի ուշագրավ բան էլ ասեմ, հիշում եք գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասերյանին, երբ որ հարց տվեցին, ինչ եք մտածում, որ Վայոց ձորի տարածքում 2021 թվականի սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, որի ժամանակ 200-ից ավել
հայորդի զոհվեց, ադրբեջանցիները հաստատվել են այդ ջերմուկի սարերում, ինչ պատասխանեց, ասեց կսովածանան կհեռանան։ 5 տարվա ընթացքում դեռ թշնամու զինուժին ադրբեջանցիների սովը չի տանջում։ Այսինքն, եթե գլխավոր շտաբի պետը նման մակարդակով է վերաբերվում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին, ինչ սպասես մնացածից։ Ընդունեք Նիկոլ Փաշինյանը ի պաշտոն է գերագույն գլխավոր հրամանատարը, ռազմական գործիչ չի հասկանում։ Գլխավոր շտաբի պետն էլ հասկանում է։ Սուրեն Պապիկյանը հարյուրապետ ընդունենք քաղաքացիական անձ ա եղել, ուսուցիչ ա եղել, բախտի բերմամբ եւ պատահմամբ հայտնվել է իշխանական էլիտայի մեջ եւ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Բայց Էդուարդ Ասրելյանը կադրային սպա հանդիսանալով ո՞նց կարող է նման վերաբերմունք ունենալ մեր երկրի սահմանների նկատմամբ։ Դա ինձ համար Ինչ է նշանակում, պարոն Սաբգուլյան, սա նշանակում է այս մարդիկ, այս թիմը, այս խմբակը հստակ ծրագիր են կատարում Հայաստանի տարածքները Ադրբեջանին զիջելու։ Գիտեք ինչ, նայեք, չի կարելի դա միանշանակ ասել։ Ես նաև որպես պատմաբան պետք է օբյեկտիվ լինեմ։ 2 տարի առաջ, նույն Վարդենիսի հատվածում, 2 տարի առաջ, դա 2024 թվականն է, Եռամսյա հավաքների էի մասնակցում, Եռամսյա նշանակում է 25 օր, եւ որից 15 օրը ես եղել եմ դիրքային պաշտպանության, այսինքն եղել եմ բանը, հենակետի ավար։ Այդ ժամանակ այդ հատվածում ընթանում էր սահմանազատման գործընթաց եւ ադրբեջանական զինուժը բավականին համառությամբ իրենց բանը հենակետերը ամրապնդում էին։ Ինչի եմ այս ամեն ինչը պատմում։ Երբ որ կորպուսի հրամանատարը, չասեմ անունը եւ չնշեմ կոնկրետ զորամասը կամ հենակետը, այցելեց իմ հենակետ, մենք իր հետ դուրս եկանք սահման։ Այսինքն կոնկրետ խրամատի բերանին կանգնած էին, ասենց բառացի ասեմ, որ հստակ լինի։ Եվ կորպուսի հրամանատարը ցույց տվեց այն հստակ կողմնորոշիչները, որոնք արբանյակային այդ տեսանկարման կիսվել էր երկու երկրների միջև եւ անմիջական ցուցում տվեց, որ եթե այդ կողմնորոշիչ ենթադրենք X քարից կամ այդ բանի ծառից կամ թփուտից առաջ շտամին շարժվեց, ես որպես հենակետի ավակ պետք է նախաձեռնեմ համապատասխան միջոցառումներ։ Իսկ համապատասխան միջոցառումները մարտական կանոնադրությամբ պարզ են։ Նախազգուշական կրակ, եթե չէ շտամին առաջաշարժում, ուղիղ ճակատային կրակ ես բացում։ Այսինքն ես այդ հրահանգը ստացել եմ կորպուսի հրամանատարից։ Բայց բանը այն սահմանային առաջընթացները, որոնք եղել են, հաստատի, դեռ բացահայտված, եղել են թրիփը ստորագրելու այդ խառը ժամանակաշրջանը։ Հիմա տեղ-տեղ կախված նաև տվյալ զորամասի հրամանատարից, անգամ հենակետի ավակից, հնարավոր է, որ թշնամին փորձի գալ առաջ։ Օրինակ, իմ մարտական հենակետի եւ թշնամու մարտական հենակետի միջև կար 500 մետր տարածք չեզոք։ Եթե տվյալ պահին 15 օրվա ընթացքում ընդունենք ծառայությունը թույլ է լինում, Արմինե ջան, եւ տեղում օրինակի համար սահմանները նորմալ չի պաշտպանվում, հնարավոր է որ թշնամին առաջ գա։ Այդ մի տարբերակ է։ Երկրորդ տարբերակ անձից է պայմանավորված շատ բան։ Ոչ, ես նկատի ունեմ։ Այո, նաև անձից է կախված, նաև տվյալ զորամիավորման հրամանատարից է կախված։ Ես քավլիցի չեմ փորձում այս իշխանությանը արդարացնել, Չէ, բայց կներեք, պարոն Սաբգուլյան, ոչ թե արդարացնում եք, շատ կարևոր փաստ ասացիք, այսինքն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից չկա այն անհրաժեշտ հրահանգը, որը բոլորի վրա տարածվի։ Տեղում հայրենասեր հրամանատարներ կան, որոնք կատարում են իրենց գործը ի պաշտպանություն հայրենիքի, բայց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մենք քանիցս նաև լսել ենք, այդպիսի հայտարարություններ են եղել, որ Փաշինյանի կողմից հրահանգ է օրինակ գնացել, որ ադրբեջանցիների խաթրին չկպնեք։ Եվ մեր տղաները քանի անգամ այդպիսի բան գնաց նաև հեռուստաեթերներով էր ասվում, որ մեր տղաները ստիպված են լինում շատ տեղերում լռել, հետ քայլ անել, որովհետև կա ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգը։ Այո, խնդրեմ։ Ես սիրում եմ այդ հարցերում փաստերով առաջնորդվել։ Իմ ձեռքի տակ նման գրավոր փաստաթուղթ չկա,
բայց ես իմ դատողությունները կարում եմ տեսածից։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ համացանցում քանի հատ վիդեոներ, այսպես ասած, հայտնվեց, երբ ադրբեջանցի զինուժը, ադրբեջանցի զինվորականները մոտենում էին հայկական հենակետին եւ ուղղակի ձերբակալում են մի 10-20 հոգյանոց կազմ։ Սա նաեւ այդ ժամանակվա ռազմաքաղաքական, այսպես ասած, իշխանության եւ հրամանատարության, որը չի փոխվել, հա? Չհաշված ինչ-որ պաշտպանության նախարարի կոսմետիկ կամ գլխավոր շտաբի պետի կոսմետիկ փոփոխությունները, ռազմաքաղաքական էլիտան, իդեմս գերագույն գլխավոր հրամանատարի մնացել է նույնը։ Այո, տեղում հրամանք չի եղել, չի իմացել զինվորը, ինքը ուղիղ կրակ բացի, թե ոչ, խաղաղություն է, թե ոչ, պատերազմ է, թե ոչ։ Այսինքն, այս հարցերին իշխանությունը պետքա հստակ պատասխան տա, եթե եղբայր մարտական կանոնադրությանը մեջ ոչ մի բան չի փոխվել։ Եթե թշնամին առաջանում է, դու նախազգուշական կրակ ես բաց թողում, ինքը շարունակում է առաջանալ, դու պիտի վնասազերծես թշնամուն, որտեղ դա մտնում է քո Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այսինքն անպայման քո տունը պիտի թիկունքում լինի, որ դու հասկանաս մտնում է քո օջախ, թիկունքում հենց հայրենիքն է։ Այդ խոսքը, թեւավոր խոսքը մեր ժամանակներում երիցս մի քանի անգամ իմաստավորված է։ Այո, թիկունքում հայրենիքն է։ Եթե Վարդենիսի սարերում, Գեղարքունիքի սարերում ադրբեջանական զինուժը այն աստիճանի է հաստատել, որ ուղիղ թիրախավորում է Սևանա լիճը, էլ ինչի մասին ենք խոսում։ Այսինքն մարդիկ այնտեղ գնում հանգստանում են, հա, ամռան, իրանք չեն պատկերացնում, որ թշնամու հրետանին ուղիղ կախված է Սևանի վրա, չեն պատկերացնում։ Եվ այս ամեն ինչի մեղավորությունը բնականաբար ներկա իշխանությունների ուսին է։ Ինչքան ուզում են ձերբազատվեն, որքան ուզում են խաղաղության օրակարգ քարոզեն։ Հիմա փաստացի, այլ տվյալ, մենակ Արման Թաթոյանի ներկայացրած տվյալները չէ։ Ռազմական փորձագետ պարոն Ավետիք Քերոփյանի կողմից հարց բարձրացվեց եւ դրա շրջանակներում ելի կային ակտիվ հանրային գործիչներ, որոնք պաշտպանության նախարարին եւ նախարարությանը ուղիղ դիմել էին մի կարևոր հարցով։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կա մարտական հենակետ, որը հայ զինվորը պաշտպանելու համար անցնում է ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքով։ Եվ գիտեք որն է պայմանը։ Այդ մարտական հենակետում, երբ որ հերթափոխ է լինում, 4 զինվոր, ենթադրենք պիտի գա փոխարինի 4 զինվորին, իրենք այդ մարտական հենակետը, որը գնում է իրանց վերահսկողության տակ, թույլ են տալիս 4 զինվոր դուրս գա այն ժամանակ, երբ որ իրենց գալիս է 4 զինվոր փոխարինելու։ Սահմանափակ զինամթերքով եւ սնունդով։ Այսինքն սա փաստ է։ Եվ այս փաստի հետ կապված էլ պաշտպանության նախարարությունը հստակ մեկնաբանություններ չտվեց։ Այո։ Եվ այս պարագային ստացվում է, որ հայ զինվորը ադրբեջանցիների կողմից կազմված ստորացուցիչ, այն հայտնի հռոմեական 3 նիզակից կազմված լծի տակով պետք է անցնի, ենթարկվի նաև ստուգման։ Այո, հայ զինվորը, որը գնում է մարտական հենակետ պահելու, այդ կոնկրետ պոստում սա համատարած չի, պետք չի խոճապ տարածել, բայց կոնկրետ այդ մարտական հենակետ գնալու հետ կապված ինքը անցնում է ստուգում։ Բանի փողոցային լեզվով ասած շմոն են անում, չնայած շմոն բառը հրեական ծագում ունի։ Այդ մեր զինվորի շմոն են անում, ստուգում են ինչ կա իր վրա, նոր թույլ են տալիս, որ ինքը գնա մարտական հենակետ։ Եվ այս պարագայում, հա, կարծում եմ մի հատ sense պաշտոնական անդրադարձ եղավ, sense աղոտ հիշողության արկայծում եղավ, որ պաշտոնյաներից չեմ հիշում, որ մեկը մեկնաբանեց, չեմ ուզում սխալվել, բայց հետեւյալ պատասխանը տվեց, կարծեմ ինչ անենք, կամ այդ տարածքից պիտի հրաժարվենք, կամ այդ տարածքը պետք է շարունակենք պաշտպանել։ Լավ։ 6 տարի է անցել 44-օրյա պատերազմ։ Սահմանազատման գործընթաց է կազմակերպել։ Չեք կարող այդ սահմանազատման գործընթացը հենց կազմակերպել, որ այդ տեղում ադրբեջանական զինուժը ընդունենք պայմանական 2 կամ 300 մետր հետ գնա, հա? Այն մյուս հատվածում ընդունենք 100 մետր առաջ գնա,
մեր մարտական հենակետը մենք կարողանանք լիարժեք մարտական հենակետում ծառայություն իրականացնել կամ եթե թողում ենք այդ հատվածը որպես փոխհատուցում այլ հատվածում մի բան ստանալ պարզ չի դա բայց ինչով է զբաղվում այդ սահմանազատման հանձնաժողովը Արմեն ջան մենակ աշկերը փակելու որ քիչ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը կրծեն են աստիճանի որ հասնեն իրանց հրճակած գյոյչային հա Սևանա լճի Բայց կամ ձեզ մոտ տպավորություն չկա, որ այդ սահմանազատում սահմանագծում ասվածը նաև կեղծ է եւ իշահ Ադրբեջանի է, այսպես որպես միջանկյալ հարց եմ տալիս, որովհետեւ մենք չենք տեսնում, որ սահմանազատում սահմանագծումը իրականում հավասարը հավասարի հետ է տեղի ունենում։ Բոլոր հատվածներում Ադրբեջանը հասնում է իր ցանկացած նպատակին։ Ինչ ուզում է, տալիս են։ Սա է։ Ես հասկացա ձեր հարցը նայեք Սահմանազատման հանձնաժողովը պետք է գործի առաջերտին թափանցի։ Եվ իրականում Հայաստանի Հանրապետությունում, եթե կան մի շարք կարևորագույն խնդիրներ, այսօր ամենաառաջի թմկահարվող հարցը նույն իշխանական բարձրախոսների կողմից պետք է լինի սահմանազատումը։ Պետք է ամբողջ օրը ցույց տան, թե որ հատվածում ինչ աշխատանք կատարվեց, թե ինչ քարտեզագրումներ կատարվեցին, թե ինչպես երկու սահմանազատման հանձնաժողովները հանդիպեցին, չգիտեմ, կոմպրոմիս եկան եւ այլն եւ այլն։ Չէ՞ որ դա էլ է ենթադրում խաղաղության օրակարգի մի կարևորագույն բաղադրիչ։ Այսինքն, եթե ժողովուրդը տեսնի իրականում, որ այդ սահմանազատումը թափանցիկ ձևով տեղի է ունենում, կմտածի, որ հա իրոք է խաղաղության օրակարգը այնքան էլ կեղծ չի, կամ իրական է։ Եվ իդեպ հասարակության լայն շերտեր հավատում են դրան։ Ինչի են հավատում, որովհետև անմիջականորեն հրանոթի ձայներ չեն լսում։ Չհաշված Հայաստանի Հանրապետության ներսում իրավական առումով եւ քրեական առումով բնականաբար ինչ քաոս է ստեղծել, որ օրը ցերեկով մարդիկ իրար են կրա բանը AK-74-ով կրակել, փոխարենը սահման պաշտպանեն, բայց չշեղվենք էլի։ Այս պարագայում ինչ է ստացվում։ Իշխանությունը լծվել է նախընտրական գործընթացին, ընդհանրապես Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում պատերազմ ընթանում, ներսում սոցիալական իմաստով, քաղաքական իմաստով անհամերաշխությունը, անհանդուրժողականությունը, թշնամությունը, ատելությունը էական չի։ Իշխանությունը նստում է մի հատ ավտոբուս, գնում է մարզեր, անճաշակ կոպիտ անկիրք ձևով ուտում է, այդ ամեն ինչը նկարահանում է, լցնում է սոցցանցեր եւ զբաղեցնում է հասարակության ուշադրությունը։ Կազմակերպահաց եւ հանդեսել այն տարբերությամբ, որ այդ հացը ինքն է ուտում, իսկ ժողովրդին տալիս է մենակ հանդես։ Հիմա այս պարագայում հաց չի ծակում, այ մարդ մենք ռազմագերիների հարց ունենք, սահմանների անխախտելիության կամ սահմանազատման հարց ունենք, երկու պետական անվտանգության հարց ունենք, ի վերջո Արմինե ջան, Մերձավոր Արևելքում կարա իրավիճակ փոխվի եւ Պարսկաստանից միլիոնավոր փախստականներ փորձեն հատել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դուք պատկերացնում եք միլիոնավոր չէ, 3-400 հազար փախստական հայտնվի Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Եվ իդեպ գիտեք որ հայտնի քաղաքական գործիչ կա նաև Մերձավոր Արևելքի ուղղությամբ մի փորձագիտական բավականին լայն պաշար ուներ Վլադիմիր Ժիրինովսկին, վերջերս շատ է պատտում իր այսպես ասած բանը, կանխատեսումները, եւ նա հետաքրքիր կանխատեսում է անում, թե Իսրայելը որ Իրանի խփի ինչ պարագայթ կստեղծվի Կովկասի համար։ Եվ այս առումով էլ էլի մենք անվտանգության հարց ունենք եւ հարց առաջանում ամբողջ աշխարհը պատերազմը կանգնեցնելու է կամ թիրախային է կազմակերպելու, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրություններ կազմակերպի, հա։ Այսինքն պատերազմը պետք է սպասի, որ մենք մեր խաղաղության օրակարգի շրջանակներում հունիսի 7-ին համապետական ընտրություններ կազմակերպենք։ Եվ այդ ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը փորձի վերարտադրվի, չնայած չի կարողանալու, հեսա մենք մեր երկրորդ մասի խոսենք ընտրությունների, այո, դուք ավարտեք ձեր միտքը։ Եվ այս պարագայում ստացվում է ինչ։ Ես մի հոդված էի գրել, որը կոչվում է պատերազմող խաղաղություն։ Այդ պատերազմող խաղաղության հասկացության ներքո բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան, ուղղակի համառոտ, շատ համառոտ ասեմ հետևյալը։
Եթե սահմաններում կա պայմանական խաղաղություն, իսկ երկրի ներսում հիբրիդային պատերազմ է, որը ուղղված է մեր ժողովրդի, պետականության, հայրենիքի, եկեղեցու եւ այլ արժեքների նկատմամբ, նշանակում է Նիկոլ Փաշինյանը մեր երկրին թրիպից զատ եմ ասում։ Բերել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմով խաղաղություն։ Իսկ եթե երկու հասկացությունները այսօր միանշանակ փոխշաղկապված են եւ Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի այս դեպքերը տարածաշրջանային լիարժեք կերպով իմ ասածը հիմնավորում են։ Դուք չեք կարող լինել պատերազմող տարածաշրջանի էպիկենտրոններից մեկում, որտեղ կան բազմաթիվ գերտերությունների շահերի բախում եւ դուք անմասն լինեք։ Եվ այս առումով նու անգամ էլի մի վերջի բանը պարբերություն խաղաղության օրակարգի զավեշտը հասնում է այն աստիճանի, որ երբ որ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց են տալիս, որ այդ կերուխումի հետ կապված գնում եք ավտոբուսով, ուտում եք, խմում եք, ցուցադրում եք եւ այլն, գիտեք ինչ է պատասխանում, ասում է, որ երբ որ տեսան, որ մենք կարկանդակ էինք ուտում, թե եգիպտացորեն էին բանանում, ոչնչացնում, Խրուշովյան, արաբական միացյալ երկրներում տեսնում են տեղի ղեկավարները հանգստություն, այսպես ասած, հաստատեն, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ իր ղեկավարները հանգիստ, անխռով գնում են մարզեր, հանդիպումներ են ունենում, բանը, կարկանդակներ են ուտում, որովհետև իրենց երկրի ոչինչ չի սպառում։ Ասում են նրանք նույնը արեցին եւ արագ վազեցին ռեստորաններ եւ սկսեցին ուտել եւ դա սոցցանցերում massայականացնել։ Դա ավելի Լավ, մենք Փաշինյանի այս կարգի պրիմիտիվ մակարդակի վրա է, այսպես ասած անիվների վրա է դրված Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը։ Իդեպ, այդ նույն խաղաղության օրակարգը, որի հետ կապված Ադրբեջանը անդադար հաթաթա է տալիս եւ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի տնային առաջադրանքներ փոխելու սահմանադրությունը, կփոխեք ձեր սահմանադրությունը, նոր կլինի խաղաղություն։ Իսկ ինչի Ադրբեջանը չի հարձակվում։ Չի հարձակվում, որպեսզի Փաշինյանը վերարտադրվի, փոխի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ավարտի թուրք-ադրբեջանական այն քաղաքականությունը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության վիլայեթացում։ Այո, եւ այդ ծրագրի բովանդակությունը ամփոփվում է Արեմտյան Ադրբեջան կոչված պրոյեկտի մեջ։ Այս պահին այս մասին չխոսենք, ես կարծում եմ մենք այլ հարցազրույց կունենանք եւ իրական Հայաստանի, մեկ այլ առանձին հարցազրույց նաեւ Արեմտյան Ադրբեջան կոչվածի մասին, այդ մոգոնված ծրագրի մասին եւ ուզում եմ որ մեր ժողովրդի աչքերը բացենք, պարոն Սաբուլյան, տարբեր հարցեր քննարկելով, բայց հիմա եկեք բոլոր հարցերը, ինչպես ասում են, մեկ զամբյուղում չլցնենք, որպեսզի ընկալելի նաև լինի մեր ժողովրդի կողմից։ Ես ուզում եմ պարոն Թաթոյանի այդ ինֆորմացիան, այդ բլոկը, այսպես ասած, ամփոփենք, հետեւյալ նաև ինֆորմացիան տրամադրեմ նաև մեր ժողովրդին, որ ըստ Թաթոյանի Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքեր տանող ճանապարհները, կառուցվել են հատուկ թաքստոցներ, որոնք գտնվում են Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ, թաքստոցներ, այս մասին շատ կարևոր շեշտադրում արեց Արման Թաթոյանը, նաև ավելացրեց, որ ջերմուկի հատվածում կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, սրանք հասարակ ինժեներական աշխատանքներ չեն, այլ արված են հատուկ նպատակով ջերմուկի անմիջական հարևանությամբ մեր ինքնիշխան տարածքում։ Հիմա այս ամբողջ մանրակրկիտ տեղեկատվությանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը այսպես կուկուռուզը ձեռքին մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին ուրախ ավտոբուսի մեջ, պատասխանեց ազգային ժողովի ամբիոնից, թե Արման Թաթոյանը ստում է։ Բառացի ասում եմ, իր խոսքերն է, Արման Թաթոյանը ստում է։ Նա որևէ փաստարկ չբերեց, ընդամենը նման հայտարարություն արեց։ Պարոն Սաբգուլյան, որպեսզի մեր ժողովուրդը չընկնի ճշտի եւ ստի այսպես քննարկումների մեջ, ինչ եք կարծում, հնարավոր է խումբ ստեղծել, դա կլինի գուցե հասարակական, քաղաքական ակտիվ գործիչների, բայց ոչ քաղաքական ուղղվածության, մասնագետների եւ
առանձնապես լրագրողներիս ներկայությամբ մի խումբ, որին տա այս իշխանությունը հնարավորություն, այսինքն մենք բարձրաձայնենք այդ խմբի ստեղծման պահանջը, դնենք իշխանության առաջ, թույլ տվեք, որպեսզի բոլորը միասին գնան համապատասխան տեղեր սահմանային մեր հատվածներում եւ մեր աչքով մենք կունենանք հնարավորություն, ինչ կարծիք եք, տեսնելու, արձանագրելու այդ ամենը, թե դրանք անհնար է ուղիղ աչքով տեսնել, որովհետև արբանյակային, հա, այսպես տեսանյութերի հիման վրա էր այդ ամբողջ վերլուծությունը։ Ձեր կարծիքը կխնդրեմ, եւ եթե դա իսկապես հնարավոր լինի, պետք է հիմա պահանջ դնել իշխանության առաջ նման ուսումնասիրող խմբի ստեղծման մասին, որտեղ երեք դուք գնացել եք պաշտպանության նախարարի մոտ, ասում եք, ասեք, որ սուտ եք ասում, կամ դուք սուտ եք ասում, ընդունեք, որ ճիշտ է Թաթոյանը, չի ասելու, մինչև վերջ պնդելու է իրենը, մինչև եւ այդպես է պնդում են ամբողջ քպեական շրջանակը խոսում են այն մասին, որ այդ փաստերը կեղծիք են։ Ժողովրդի այն հատվածը, ով հակված է, որ պիտի փափուկ բարձի վրա հանգիստ քնի, ասում է հա ճիշտ է ասում ԿՊ-ն։ Իսկ այն հատվածը, ով իր երկրի ճակատագրով խիստ անհանգիստ է, գիշեր ու զօր այդ վտանգի առաջ է ինքն իրեն զգում, որովհետև Արման Թաթոյանի բերած փաստերը շատ սուր են, խիստ մտահոգիչ են, մեղմ է անգամ ասած, հա, մտահոգիչ։ Հնարավոր է նման խմբի ստեղծում, խնդրեմ։ Արմինե ջան, ամեն ինչ հնարավոր է։ Իրենք չեն ասում, որ խաղաղության օրակարգ է։ Այլ Իրենք չեն ասում, որ մշտնջենական խաղաղությունը հաստատված է։ Իդեպ խաղաղություն, որի շրջանակներում դեռևս չկա պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց իրենք այդ խաղաղության օրակարգի ջատագովն են, թող սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում բացեն պատուհան, որի շնորհիվ հանրային գործիչներ, փորձագետներ եւ լրագրողներ կարող են ձևավորել մի խումբ եւ տեղանքում իրականացվի ուսումնասիրություն։ Բայց մի խնդիր կա։ Ես այս ներկապային դա խորհուրդ չեմ տա, ինչու՞։ Որ այդ հանուն այդ ճշմարտության մենք նոր զոհեր չունենանք սահմանում եւ քաղաքացիական զոհեր չունենանք։ Գիտեք ինչ, սահմանային այն հատվածում, որտեղ մարտական հենակետեր են, հա, երկու հակառակորդների, դա ենթակա չէ ոչ տեսանկարահանման, ոչ դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման։ Եվ ինչպես դա պետքա կազմակերպվի։ Այսինքն մարդիկ պետքա գնան սեփական աչքով տեսնեն, հետո գան պատմեն դրա մասին, թե պետքա տեսանկարահանվի։ Հայաստանի Հանրապետության կողմից դա չի կարող իրականացվի։ Պետքա երկուստեք դա արվի։ Դա պետք է Ադրբեջանի իշխանությունների հետ համադրվի, չէ՞ որ դուք գնում եք կոնկրետ սահման, որտեղ տեղի է իրականացումը ծառայություն։ Եթե դա երկու կողմերի փոխհամաձայնությամբ չլինի, հաստատ այդ այցը ունենալու է ճակատագրական ավարտ։ Շատ ճիշտ եք ասում, դուք ասացիք, դե խաղաղություն է, թող ուրեմն համաձայնության գան գնան։ Եթե իրոք այդ խաղաղությունը կա, այո, այն աստիճանի խաղաղությունա, որ նույն Թուրքիայի արտգործնախարարը Հակամ Ֆիդանը հայտարարում է, որ իրենք պատրաստ են աջակցել Նիկոլ Փաշինյանին, այո, որովհետև Նիկոլ Փաշինյանը առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության օրակարգը, եթե Ադրբեջանին չեն կարողանում զսպել, միգուցե դիմեն ավագ գործընկեր Էրդողանին, խնդրեն, որ միջնորդի, որ դիմի Իլհամ Ալիևին, սա էլ հատուկ հանձնարարական տա, որ Վարդենիսի եւ Վայոց-Ձորի այսինչ հատվածներում տեղի ունենալու այց Հայաստանի բանի, այսպես ասած, հանրային սեկտորի կողմից, որպեսզի համոզվեն ադրբեջանական զինուժը առաջ է եկել, թե ոչ։ Գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր այն կարգավիճակում է, որ կարող է պայմաններ թելադրել իդեմս Նիկոլ Փաշինյանին, կամ ինչ-որ առաջարկություններ անել։ Հակառակը։ Հաշվի չէ, ժամանակաչափը դրված է հենց այս իշխանության գլխին եւ հստակ ցուցումները տրված է, որ իրենք պետք է ասեն հաջողության եւ պատահական չի, որ իրենք արդեն ստեղծել են այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատումը պաշտոնապես հայտարարել են։ Այդ Սփյուռքի Գալյան արտահայտության նախարար հայտարարել է ինքն այդ հանձնաժողովը ղեկավարում։ Այսինքն սահմանադրությունը հոմիորում չի փոխվում։ Իրենք նախատեսում են, պլանավորում են հունիսին վերընտրվել, դրանից հետո շատ արագ սահմանադրությունը փոխել։ Թե ինչ են փոխելու, այդ մենակ իրանց է հայտնի։ Եվ մենք կարող ենք միայն վատ կանխատեսումներ անել։
Շնորհիվ Ալիևի մենք էլ գիտենք ինչ է։ Շնորհիվ Ալիևի, պարոն Սաբգուլյան, որտեվ Ալիևը շատ ավելի ազնիվ է փաստորեն, հայտարարում է թե ինչ է պահանջում, մենք էլ գիտենք։ Իրենցով չգիտենք, իրենց ասածով իհարկե չգիտենք, բայց Ալիևը հստակ ասում է, թե սահմանադրությամբ ինչ պետք է փոխվի։ Լավ, անցնենք առաջ, պարոն Սաբգուլյան, ես եթե չկա այս հատվածում, եթե չկա ասելիք, ես ուզում եմ հաջորդ մեր հարցին անցնել։ Հարցս ուղեմ։ Այո, Շատ լավ։ Ուրեմն Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել եւ ահա թե ինչի մասին է։ Ես շատ արագ ընթերցեմ հետեւյալ հատվածը։ Այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Ահա այսպիսի հայտարարություն հնչեցրեց ԱՀԾ-ն, որտեղ չկա որևէ փաստ կոնկրետ երկրի անուն նշված չէ, ոչինչ չի ասվում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ԱՀԾ-ն, ինչի մասին է խոսում այս հայտարարությունը։ Արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարությունը իդեպ արվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կից հարևան ունի Իրանին, բարեկամ երկիր Իրանի դեմ արյունոտ պատերազմ է, մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ, այս մարդիկ խնդրեմ նման ԱՀԾ-ն զբաղված է նման հայտարարություններով ընտրությունների հետ կապված ինչ որ երկրների կասկածելով եւ այլն։ Ինչի մասին է փաստում նրանց այս հայտարարությունը։ Պարոն Սարգսյան, լսում ենք ձեզ։ Հարցը մի քանի ուղղություններ ունի։ Առաջի հերթին ես անկեղծ ասած ցավում եմ, որ մեր արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանը նախկինում ոչ թե եղել է զինվորական, եղել է ազգային անվտանգության աշխատակից, կամ ունի փառահեղ գործակալի անցյալ, օրինակ 007-ի, ինչպես բրիտանական Միշեսցի, այլ ինքը նախկինում եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ բավականին տխրահռչակ պաշտպան է եղել։ Եվ բնականաբար այդ տխրությունն ու գոհշությունը ինքը իր հետ, եթե այսպես պատկերավոր արտահայտվենք, տարել է արտաքին հետախուզական ծառայություն։ Եվ բնականաբար նույն հետախուզության ծառայության կողմից հրապարակված նյութերն էլ պարունակում են այդ նույն գոհշությունը։ Ինչ է նշանակում։ Ինչ որ երկրի կողմից ինչ որ մարդիկ հանդիպում են ինչ որ մարդկանց հետ, իդեպ այդ ինչ որ մարդիկ հայ բիզնեսմեններ են, որոնց վրա գործադրում են ճնշում, որպեսզի նրանք համապետական ընտրությունները ծառայեցեն այդ երկրի կողմից ներկայացնող անձանց եւ այդ երկրների շահերին։ Գիտեք ինչ, եթե իրականում կա նման տեղեկություն, ես չգիտեմ, հա, դուք էլ չգիտեք, դա սուճի բաժակ նայելով չի, մոմ թափելով չի, Գևորգ Պապոյանի պես կանխատեսումներ կատարելով չի, որ եթե ԿՊ-ն չընտրվի, անկախություն չի լինի, արհեստական բանականություն չի լինի, հումոր են անում, չի լինել, չի լինի, չի կարելի։ Եթե դուք ձեզ հարգում եք որպես պետական գերատեսչություն եւ համարում եք արտաքին հետախուզական ծառայություն, պատկերացրեք Ամերիկայում դա ԿՀՎ-ն է, հա, ռուսերեն ՑՌՈՒ-ն է։ Սա էլ մեր հայկական ՑՌՈՒ-ն է։ Քրիստինե Գրիգորյանը ղեկավարում է մեր հայկական ՑՌՈՒ-ն եւ փաստացի ստացվում է, որ նման դատար մերկապարանոց հայտարարություններ են անում։ Եվ ավելին ասեմ, այսօր ծանոթացա նաեւ, որ այդ հայտարարության հիման վրա քննչական կոմիտեն հիմք ընդունելով նաեւ ներքին գործերի նախարարության կողմից գրությունները քրեական գործ է հարուցել։ Այսինքն իրենք փորձում են, հիմա գալիս եմ հիմնական նպատակին, ձևավորել ապագայում գալիք համապետական ընտրություններին XYZ քաղաքական կազմակերպությունների չեզոքացման գործընթաց։ Այսինքն ուզում են անեն Մոլդովա 2 պատահական չի, որ իշխանությունները անընդհատ թմկահարում են, որ Գյումրի 2 չի լինել։ Կանխավ անգամ վարչապետը հայտարարում է, որ թույլ չի տալու այսպես կոչված ըստ իրեն
օլիգարխները գան իշխանության։ Նախ եւ առաջ, եթե տվյալ բիզնեսմենը իշխանության չի, նա չի կարող օլիգարխ լինել։ Եթե օլիգարխը ուրեմն վաճապետը իր ամբողջ ԿՊ կազմը պիտի հրաժարական տա, որտեղ օլիգարխ բառը լրիվ ուրիշ հասկացություն է։ Դա ֆինանսի եւ քաղաքական իշխանության համադրության արդյունքում է ծնվում օլիգարխիան։ Այս պարագայում այդ մարդիկ մնում են բիզնեսմեններ։ Իդեպ նաև այդ Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը, որ եղել էր, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանը հիշում է գորակեց որպես գործարար։ Նախկինում ասում էր օլիգարխ, հա, 20 տարի գրում էր, որ իրենք օլիգարխ են։ Բայց հետո ասաց գործարար։ Բայց ինչպես է ստացվում, որ այդ ձեր կողմից հրճակված նախկին օլիգարխները ներկա գործարաններ նորից դառան օլիգարխներ։ Ո՞նց է ստացվում։ Որովհետև խնդիր ունեն քաղաքական իշխանությունը պահելու։ Եվ եթե նույն արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն է տարածում, քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցը այդ հայտարարությունը դնում է շրջանառության մեջ, իրենց կողմից ինքնաշեն ֆեյքերի ֆաբրիկան մտնում, գրառում է անում եւ գրում է մենակ Ռուսաստանի անունը, դա չի նշանակում, որ այդ երկիրը չի կարող լինել Թուրքիան։ Այնտեղ էլ բազմաթիվ հայ բիզնեսմեններ կան։ Այնպես չի կարող լինել, որ այդ երկիրը չի կարող լինել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ էլ լիքը հայ բիզնեսմեններ կան, որոնք իդե բավականին ինտենսիվ կապ ունեն ստեղի բազմաթիվ այլ շրջանակների հետ։ Այնպես չէ, որ այդ բիզնեսմենները չեն կարող Իսրայելից լինել։ Այսինքն, եթե մենք գնում ենք բացառման սկզբունքով մակում կա 193 պետություն, Հայաստանի Հանրապետությանը թողում ենք մի կողմ, գալիս ենք տարածաշրջան, առնվազն մենք կարող մի 10 երկրի մասին մտածենք, որ կարող է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից գործուղված հատուկ անձիկ լինեն, որոնք այդ սև աշխատանքը տանում են։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ջատագովն է այդ քարոզչության, որպեսզի ամայացնեն ամբողջ ընտրությունների դաշտը, իդեպ ընտրական օրենսգրքում փոփոխություն արեցին, կաթվածահար արեցին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, այդ թվում Հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանը, որը շուրջ 180 դիտորդներով մասնակցել էր նույն Գյումրիի ընտրություններից, որի կրկնողությունից սարսափում է իշխանությունները եւ Փարաքարի ընտրություններին եւ Վաղաշապատի ընտրություններին։ Իդեպ այս իշխանությունները, որոնք անընդհատ տանում են այդ Գյումրիի 2, իրականում սարսափում են ոչ թե Գյումրիի 2 սցենարից։ Մեր հետևորդներին այսպես ասած նշեմ, որ ինչ է նշանակում Գյումրի 2, այնտեղ քաղաքային իշխանությունը ձևավորվեց կոալիցիոն սկզբունքով։ Ճիշտ է, քաղաքացիական պայմանագիրը ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց կոալիցիայի արդյունքում նրանք կորցրեցին քաղաքային իշխանությունը։ Իրականում այս իշխանությունը, Արմինե ջան, սարսափում է Փարաքար 2 սցենարից, որովհետև այդտեղ սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի կողմից գլխավորած ուժը հավաքել է միանձնյա 56%։ Այս 56%-ը ահուսարսափ է ներշնչում գործող իշխանության, որովհետև եթե մի քաղաքական ուժ հավաքեց 56% եւ ընդամենը ընդդիմադիր որևէ ուժի հետ, որը անցել է գալիք խորհրդարան, դաշինք կնքի, նա ապահովելու է ազգային ժողովում 2/3։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում 2/3-ը։ Դա նշանակում է նաև բացարձակ մեծամասնություն ազգային ժողովում եւ դա ենթադրում է նաև, որ Հայաստանի Հանրապետության նոր գլխավոր դատախազը օրը մեջ գալու է քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի անդամների հետևից, եթե նրանք հայտնվեն հանկարծակի պարլամենտում։ Օրը մեջ տվյալը ստանալու է, գնալու է, խնդրի, որ ազգային ժողովը այդ բանից անձեռնխելությունից զրկի այդ ԿՊ-ական պատգամավորին, որ ականջից քաշ տալով տանեն ենթարկեն պատասխանատվության։ Այդ դրա համար իրանք սարսափում են։ Այո։ Եվ ամեն ինչ կփորձեն անել, որ վերընտրվեն, մենք տեսնում ենք եւ հենց այս հայտարարությունը դուք շատ ճիշտ նկատեցիք եւ ձեր տեղեկատվությունը, այսինքն արդեն սկսել են, ես ուզում եմ հենց այդ հարցը տալ, եթե նման հայտարարությամբ է հանդես գալիս արտաքին հետախուզական ծառայությունը, դրան ինչ որ քայլեր պիտի հաջորդեն, այսինքն պիտի սկսեն որոշակի գործընթացներ ուղղված կուսակցությունների, ուղղված կոնկրետ անձանց դեմ։ Դուք ասացիք արդեն կա նման
դեպքեր արդեն նկատվում է նման ընթացք։ Նայեք, ես չասեցի նման դեպքեր նկատ։ Ես ասեցի, որ դիտորդական առաքելության մասով իրենք արդեն այդ քայլը արել են։ Ընտրական օրենսգրքում փոփոխություն են արել։ Ավելին, 1 տարի առաջ ընտրական Հասկանալի։ այլ փոփոխություններ են արել։ Չէ, ես նկատի ունեի նաև այն, որ որոշ կուսակցությունների էր, գուցե ինչպես դուք ձեր մտքում ասացիք, խոսքում ասացիք, որ ընտրությունների նախաշեմին կարող է այնպես անեն, որ թույլ չտան մասնակցության։ Կարող են անել, այդ հստակ անելու են, տղեկու կարծիք չկա։ Հասկացա ձեր հարցը։ Ինձ թվում է դուք հարցնում եք Արմինե ջան, հիմա կոնկրետ տվյալ կա, որ որևէ քաղաքական կազմակերպության ներկայացուցիչի նկատմամբ ճնշում կա։ Չունեմ ես այդ տվյալը, բայց որ նախընտրական շրջանում կամ շրջանից առաջ արդեն այդ քայլերը արվելու են, նշանակ, որովհետև այդ հայտարարությունը դա է նշանակում։ Ինչ եղավ այդ նշանավոր մոլդովական համապետական ընտրություններում անցած տարի։ Ինչ եղավ։ Մի շարք քաղաքական կազմակերպություններ, որոնք ունեին բավականին բարձր վարկանիշ, ընտրություններից սեպտեմբերին ընտրություններից 3 օր առաջ 2025 թվականին զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունք։ Եվ ավելին, այդ կուսակցությունների անունները դեռևս մնում էին ընտրացուցակներում։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մարդկանց մի հսկայական զանգված, որը տեղյակ չէր, որ այդ կուսակցությունների արգելվել է մասնակցելու ընտրությունների, գնացին եւ կողմ քվեարկեցին ցանկում առկա, բայց իրականում կասեցված կուսակցության օգտին։ Եվ այդ ձայները փոշիացան։ Հիմա իրանք սցենար են մշակում։ Ինչ է մոլդովականը հիմնականում իրենց այդ հավապատասխան իրավապահ մարմինների կողմից քրեական գործեր հարուցվել կուսակցությունների վրա փողերի լվացում, կապեր ինչ որ օտարերկրյա օլիգարխների հետ, որոնք ծառայում են ինչ որ օտարերկրյա ուժերի եւ այլն։ Այսինքն մի հատ reality show-ին սարքել, որի շրջանակներում չեզոքացնի իրենց քաղաքական հակառակորդներին։ Այո։ Նա նույն սցենարը պատկերացնում է, որ Հայաստանում պետք է։ Իդեպ նույն ակնարկը հիշում եք Եվրամիության ղեկավարն էր, եթե ես չեմ սխալվում, երբ որ Հայաստանին մեծ գումարներ էր 15 միլիարդ, հա, պետք է տրամադրվեր, այդ ժամանակ նա շատ պատահաբար Մոլդովայի օրինակը բերեց, հղում տալով այն մտքին, որ Հայաստանի իշխանությունները եւս ցանկացել են, որ իրենց օգնեն ընտրությունների ընթացքում եւ ինքը այսպես պատահաբար, երևի այսպես ակամա Մոլդովայի անունը բերեց, այսինքն մենք այս ժամանակից արդեն եւ լրագրողներս եւ քաղաքական վերլուծաբանները նկատում էին, որ այո, այդ սցենարը իրականացվելու է ընտրությունների նախաշեմին, մոլդովական սցենարի մասին է խոսքը։ 17 միլիոն դոլար էր այդ գումարը կազմում։ 17 միլիոն դոլար հասխալ ասեցի։ Այո, դերևս դրամով ասեցիք, հիմա չխորանանք այդ հաշվարկների մեջ, դրա մասնագետը Պապյան Գևորգն է, թող ինքը այդ կալկուլյացիան։ Շատ լավ։ Որն է 17 միլիոն, բայց հələ հարց է 17 միլիոն դոլարը Հայաստան եկավ թե չէ։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, որ դա տրվեց հիբրիդային պատերազմի շրջանակներում, բայց մի հատ կարևոր հանգամանք։ Ալեն Սիմոնյանը, երբ որ Մոսկվայում հանդիպել էր արտգոց նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնտեղ մի շարք ոչ հաճելի հարցադրումներ եղան։ Եվ ինքը ժխտեց եւ այդ հիբրիդային պատերազմի հետ կապված տեսությունը, եւ այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վատ են տրամադրված Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ, եւ մնացած այլ բաները։ Եվ գլուխը կա, լսում եք, իրան ինչ են ասում այնտեղ։ Այսինքն մենք մի հատ իրավիճակ ունենք, որ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ներսում պայքարում է օրինակ Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են պահպանում։ Արտակուստ։ Հայաստանը Ռուսաստանի համար այլևս հասկանալի։ Արմինե ջան, շատ բազմաշերտ է այս խաղը։ Ոչ միանշանակ։ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները տանում են ոչ թե ճկուն կամ առանձգական քաղաքականություն կամ հավասարակշռված քաղաքականություն, այլ իրանց կողմից տարվում է քաոսային արտաքին քաղաքականություն, որը չունի ոչ դիմագիծ, ոչ սկզբունք։ Եվ իդեպ իրենց պաշտոնական նաև կայքում դրված է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հետ կապված ինչեր իրենք մտածում։ Քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։ Գրված է իրենց պաշտոնական կայքում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը իրենց կարծիքով բացարձակ արժեք չի, որովհետև ոչ մի երկիր չկա, որ բացարձակ անկախություն ունի,
Եթե ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, մեր անկախությունը պիտի կիսենք գերտերությունների միջև։ Այս մարդիկ այս տրամաբանությամբ այսօր իշխանության են, խոսում են խաղաղության օրակարգի մասին, եւ ինչ գերտերության մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները աչքերը փակ զիջում են Ադրբեջանին։ Այսինքն դիտում ես Ադրբեջանին, անկախությունը գերտերություններին, էլ ինչ մնաց։ Մնացին է մեր ազգային ինքնությունը, այդ ինքնության դեմ էլ պատերազմում են եկեղեցու դեմ։ Հիմա նաև փապկացրել են այդ քաղաքականությունը, բայց եկեք էլի չշեղվենք, որտեղ Չեղվենք, դա էլ ժամանակավոր բնույթ է կրում այդ փապկացնել, իդեպ շատ հպանցիկ ինքնության հետ կապված Ժիրայր Լիպարիտյանի շատ լավ գիտեք, որը նաև գաղափարական, այսպես հայրն է նաև Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես վերջերս այսպիսի միտքեր ասել, հիմա ինչ ինքնության համար պիտի գնանք մեռնենք, այսպիսի բան, եւ սա ամբողջությամբ իրենց քաղաքական գիծն է բնորոշում, այո, սրանք պատրաստ են ինքնությունն է զոհաբերել, հայ ազգի տեսակն էլ ոչնչացնել, հանուն չգիտեմ ինչի, հանուն երևի ադրբեջանա-թուրքական տանդեմի։ Արմինե ջան, Ժիրայր Լիպարիտյանը այդ միտքը ինչ լեզվով է արտահայտել։ Այդ պահին հայերեն էր, ես հայերեն տարբերակն եմ տեսել։ Հայերեն էր։ Ինքը թո դաթարի հայերեն խոսել։ Որտեղ մեր շրջապատում հանրության մեջ կան մարդիկ, որոնք թվում է, որ հայերեն են խոսում, բայց հայերեն չեն խոսում։ Համաձայն եմ։ Անցնենք առաջ եւ ամփոփենք։ Պարոն Սաբգոլյան, ամփոփենք նաև ընտրությունների ընթացքին դուք բոլոր հարցերում նաև անդրադարձաք ընտրությունների գործընթացին, սպասվող հնարավոր տարբերակներին, ես այդ հարցը այլևս չեմ տա, բայց կանդրադառնամ հետևյալին, Միացյալ Նահանգների միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակվեց վերջերս մի սոցհարցումներ, ընդ որում հեռախոսով արված պարզվեց սոցհարցումներ էին, համաձայն որի մեծ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը 24%, էլի շատ զավեշտալից էր եւ մնացած բոլոր ընդդիմադիրներին իջեցնում էին 6%-ի, 3%-ի, այսինքն բոլորովին մեկ այլ պատկեր էր ստեղծվում եւ ես հասցրեցի ուսումնասիրել, որ մի շարք վերլուծաբաններ այս ընթացքում փորձել էին հասկանալ այս ինստիտուտը ովքեր են իրականում, հա, ինչ ինստիտուտի մասին է խոսքը եւ ինչ է պարզվում, որ նախ եւ առաջ սա Վենսի կուսակցության կողմից հովանավորվող ինստիտուտ է եւ հետո հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանի եւ այդ ինստիտուտի տնօրենի շատ մերձ հանդիպման մասին ինֆորմացիա, պարզվում է, որ սրանք նաեւ միասին նաեւ խոսել են որոշ ժամանակ առաջ, ավելին ասեմ, այդ ինստիտուտի տնօրենը ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին խոստացել է աջակցել ընտրություններում։ Կարծեմ ամեն ինչ ասված է, այդ 24%-ը փաստորեն նկարված պատկեր էր։ Պարոն Սաբգոլյան, հիմա ես հարցս հետևյալն է, ուրեմն ինչ աստիճան է ընկած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որ անգամ արևմտյան իր տերերը, որոնք այսպես կաշվից դուրս են գալիս, Վենսը եւ մյուսները, որպեսզի այս կեղծ սոցհարցումներով, կեղծ թվերով ժողովրդին մանիպուլացնեն, թե միևնույն է, առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Սա ինչի մասին է վկայում, այսինքն ամերիկյան այդ կառույցը հետազոտական միջազգային հանրապետական ինստիտուտը գնացել էր կեղծ թվեր նկարելու իր հեղինակության հաշվին հանուն Նիկոլ Փաշինյանի, սա ինչ խայտառակություն է, ինչի հետ մենք գործ ունենք, պարոն Սաբգոլյան, բոլորով լծվել են նրան, որ անպայման Փաշինյանը վերընտրվի։ Ամինե ջան, մոտիվները եւ բնականաբար շարժառիթը պարզ են։ Այո։ Տրիպից հետո Միացյալ Նահանգները, որին բնականաբար տարածաշրջանում այս հարցում օժանդակում է նաև Թուրքիան, շահագրգիռ է Հայաստանի Հանրապետությունում կայունությամբ։ Կայունություն դա չի նշանակում որ վաղ պատերազմ չի լինելու, այլ կայունությամբ, որովհետև իրանք խնդիր ունեն տեղ-տեղ ցույց տալ, որ իրենք հավերժական խաղաղություններ են մոգոնում, բայց տեղ-տեղ էլ մենք տեսնում ենք, որ պատերազմական իրավիճակ է հրահրվում։ Նաև ձեր հարցին կարճ հետևյալը պատասխանեմ, նայեք, ես ճիշտ ասած դիտարկել եմ որոշ տվյալներ այդ միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից արված հարցումներից եւ իմ մոտ հետաքրքիր հարց է առաջանում։ Ստեղ նախ եւ առաջ իրանք այդ տվյալները որ տվել են
18-ից 20% Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյան 6%, Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան 3%, այնտեղ Արամ Սարգսյանն է 1% եւ այլն, Արման Թաթոյանը 2% եւ այլն։ Հիմա նայեք, կան նաեւ այլ հարցումներ, ես չնշեմ այդ կազմակերպության անունը, որովհետեւ գործընկեր կազմակերպությունն է եւ զուտ խորհրդատվական մակարդակով են քննարկել, այսինքն դեռ չի հրապարակել այդ բանը, բայց հետաքրքիր բան ասեմ, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի այստեղի 18-ից 20%-ը շատ ուռճացված է, բայց սարսափելի նվազեցրել են մնացած քաղաքական կազմակերպություններին։ Այս պարագայում, այո, ճիշտ եք Արմինե ջան, այս ֆոնի վրա սարսափելի մեծ է երևում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարկանիշը, որը իրականությանը չի համապատասխանում։ Դիցուք այդ տվյալները, որին ես եմ ծանոթ, այս 6%-ը, որ օրինակ գրել են ուժեղ Հայաստանին, հա, Սամվել Կարապետյանը վերագրել, բացարձակ իրականությանը չի համապատասխանում եւ մոտավորապես 3 անգամ նվազեցված է։ Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տվյալների մասով էլի քիչ է գրված 3% եւ կոնկրետ Արման Թաթոյանի հետ կապված այդտեղ որ այս հարցումները տեղի ունեցել փետրվարի 3-ից 13-ը, բայց այս ժամանակահատվածում նաեւ միասնության թևերը գնացել է դաշինքային տրամաբանությամբ, իրեն է միացել մի շարք երիտասարդական կազմակերպություններ եւ իհարկե նաեւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորում կազմակերպությունը իր հսկա մտավորական բանակով եւ բնականաբար այս միասնության քաղաքական ռեակցիան, որը բավականին մեծ դիվիդենդներ է բերել եւ Արման Թաթոյանի վարկանիշը բավականին բարձրացել է վերջի 15 օրում, արտահայտված չէ հարցումների մեջ։ Եվ նաև օրինակի համար ընդունենք Հայկ Մարության, հա, Հայկ Մարությանը եւս հայտնել է քաղաքական հայտ է տվել։ Եվ վերջերս էլ ինչ որ հոլովակներ է պատտեսում, նույնպես նրա անունը այստեղ չկա։ Ավետիք Չալաբյանի անունը չկա, օրինակ ժողովրդավարական համախմբում կուսակցության Սուրեն Պետրոսյանի անունը չկա։ Ասեմ ձեզ, նաև Վարդան Ղուկասյանի հայտնի բլոգեր, դոկ կուսակցության նախագահ, որը նույնպես ունի որոշակի կայուն ընտրազանգված։ Այսինքն ինչև էս ամբողջ պատկերը ներկայացնում Արմինե ջան, որ այս հարցումները իրականում շինծու են։ Եվ մի հատ կարևոր նաև հանգամանք, նույն փաստաթղթի մեջ, հիմա կասեք ո՞նց է ստացվում, որոշ տվյալները ձեզ հավատ ներշնչում են, դրանք ասում եք օրինակի համար ասում եք դա ճիշտ է, իսկ այս հարցումները այդքան տվյալ բան հավատ չեն ներշնչում։ Բայց եկեք արկա փաստաթղթի մեջ գնանք մի տվյալը մյուսին հակադրելու ճանապարհով։ Հարց են տվել, որոնք են ամենակարևոր երկու խնդիրները, որոնք ձեզ օրինակի համար մտահոգում են։ Այս հարցերի շրջանակներում գիտեք ինչ պատասխան է նաև եղել, որ 2023 թվականի դրությամբ մարդկանց 2%-ին էր մտահոգում աղքատության խնդիրը, իսկ 2026 թվականին 10%-ին հարցվածների։ Սա նշանակում է 2-ից 10% 5 անգամ այս ցուցանիշը աճել է։ Դուք պատկերացնում եք մի երկրում, որտեղ աղքատության հարցը ժողովրդի համար հասարակության շրջանում 5 անգամ ավելի հետաքրքիր է դարձել, այդ հասարակությունը 20%-ով կամ 24%-ով վստահում է Նիկոլ Փաշինյանին։ Դա չի կարող այդպես լինել։ Կամ այս մարդկանց աղքատության հարցը, գործազրկության հարցը, մնացած հարցերը ընդհանրապես չի հետաքրքրում, իրանք շատ գոհ են այս իշխանություններից։ Կամ են ստացվում է հակառակը, որ այն արդյունքները, ինչ որ գրված է Նիկոլ Փաշինյանի դիմաց, կեղծ են։ Որովհետև եթե այդ հարցվածների 10%-ը 10%-ին հետաքրքրում է երկրում աղքատության խնդրը, այսինքն իրանց ընտանիքին է հարցվածների հետաքրքրում։ Եվ դա պրոյեկտում ես ընդհանուր բնակչության վրա, դա հսկայական տոկոս անում։ Այդ տոկոսից չի կարող գեներացվի այս 20%-ը։ Եվ ավելի չի կարող այդ 20%-ի արդյունքում մնացած լինի 6, 3, 2, 1, այն ինչ որ իրանք շարել են, ըստ ցանկության։ Ասեմ կա
Այդ հարցումները հավաք չի ներշնչում, Այո, կան տվյալներ, որ բնականաբար չասեմ հավաստի են, այլ իրականությանը մոտ են, բայց իրաց հիմնական խնդիրը ո՞րն է։ Այդ ամեն ինչը փաթեթավոր է եւ մենակ հիմա մարդկանց ինչա շատ է հետաքրքրում, գարիկ ընտրություններին ով իշխան ձայնը հավաքելու, այն մնացած հարցերը մի կողմ եմ դնում, հա, կենսաթոշակային հարցնա, սոցիալական արտարությունն եւ այլն։ Այդ դրա շրջանակներում իրանք գրել են այն ինչ որ իրանք պետք է, մնացածի հետ կապած կարողացել են որոշակի օբյեկտիվություն պահպանել։ Այսքանը։ շնորհակալ եմ, պարոն Սաբգուլյան, շատ խորքային տարբեր հարցեր մենք բարձրաձայնեցինք եւ շնորհակալ եմ խորքային ձեր վերլուծության համար։ Առջևում ընտրություններ են, բազմաշերտ է լինելու մեր քննարկումները, կարծում եմ տարբեր հարցերի առանձին կանդրադառնանք եւ մեր երկրին, մեր ժողովրդին կներկայացնենք, ինչ կկատարվի հայ ժողովրդի եւ հայոց պետականության հետ, եթե հունիսի 7-ին հանկարծ վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Սա էլ մնա հաջորդ որպես մեր հարցազրույցի թեմա։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ես էլ Վերհիշեցնեմ, շնորհակալություն եմ հայտնում եւ ներողություն առիթից օգտվելով ուզում եմ խաղաղություն ցանկանամ, որովհետեւ մեր հարևան երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակի մեջ եւ անցանկալի հետևանքներ կլինեն, եթե այդ պատերազմը շարունակվի, բնականաբար դրա բացասական անդրադարձը իր վրա անմիջականորեն զգալու է Հայաստանի այո, Հանրապետություն։ շնորհակալ եմ, պարոն Սաբգուլյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի հասարակական գործիչ, պատմաբան Արեգ Սաբգուլյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։